Սիրելի հավատացյալներ, փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ շնորհք արեց, որ այս երկրորդ զրույցը ունենամ ձեզ հետ շաբաթ երեկոյան խորան լուսո ծրագրի որպես երկրորդ հանգրվանը այս նոր շրջանի։ Ես ուզում եմ այս զրույցը սկսել մեր Սուրբ Եկեղեցու սրբազնագույն հայրապետներից եւ ամենից տաղանդավոր բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան ու իմաստասեր հայրերից Սուրբ Ներսես շնորհալու աղոթացային բարերով։ Եվ դուք էլ ինձ հետ միասին աղոթեցեք, որպեսզի մեր նյութին մոտենանք ընկալուչ հոգիով առ Աստված բացվելու դրամատրությամբ։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, սպարիս խորհել, սպարիս խոսել, սպարիս գործել ամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից և ի գործոց, փրկյազիս, և ողորմյա քո արարածոց, և ինձ բազմամեղիս։ Այս սրդի և հոգու բացվածությամբ ես ուզում եմ այսօր խոսել ձեզ հետ Աստծու գաղափարի մասին, այնպես ինչպես մենք քրիստոնյաներս ըմբռնում ենք նրան տիեզերքի արարիչին։ Աստված բազմաթիվ անուններ ունի, բոլորն էլ մարդկանց կողմից տրված անուններ, նրան ճանաչելու իրենց կարողությունից բխած արտահայտություններ։ Ասում ենք Աստված հայր է, ասում ենք Աստված բարեխնամող է, ասում ենք Աստված սեր է, ասում ենք Աստված ամենակալ, ամենակարող, ամենադես, ամենակետ է։ Մեր մտածելու, մարդկային մտածելու եղանակներից բխած պատկերներ ենք ստեղծում և Աստծու գաղափարին որպես որակումներ ենք տալիս։ Բայց Աստված անուն չունի։ Ես Սուրբ գրքում Աստվածաշունչ Մատթեանում ասել է. ես եմ, որ են, ես նա եմ, որ կա, ինք իրմով, սկզբնական ուժը, որից ծնվել են ամեն ինչ։ Եվ դա է պատճառը, որ մեր եկեղեցիներում, հայաստանյաց եկեղեցիների բոլոր խորանների ճակատում մենք արձանագրում ենք կամ քանդակում ենք է գիր, նա որ է, և նրավով ենք մենք, որ ենք, և ինչ որ է, և ինչ որ կա։ Այդպիսի Աստվածը ես նմանեցնում եմ, ինչպես եկեղեցու մեծ հայրերը այդ պատկերը արդեն տվել են մեզ արեգակին։ Առավոտ լուսո, արեգակ նրտար, արիս լույս ցակյա։ Ով կարող է նայել արեգակին և չգորանալ, բայց ով կարող է որևէ բան տեսնել առանց արևի։ Մենք արևը չենք տեսնում, բայց առանց արևին ոչինչ կարող ենք տեսնել առանց լույսի։ Նա բխում է կյանքի, ուժ է, և ոչ թե միայն ուժ, գույր ուժ իմաստով, այլ ստեղծարար ուժ, մարդ էակին է ստեղծել և ինքը իր պատկերն է տրել մարդու կերպարին վրա, իր գնիկն է տրել, ինչպես Աստվածաշունչ Մատթեանի առաջին էջում, առաջին բառերի մեջ կարդում ենք, և արար ըզնա ի պատկեր յուր,
Եվ երբ որ նկարագրվում է մարդու ստեղծագործությունը սկանչերի բանաստեղծականությամբ պիտի ասեմ, խորաթափանցությամբ Աստվածաշունչի առաջին գլխի մեջ, այնտեղ ասվում է, երբ հողից մարդը կազմավորվեց եւ փչյաց ինա շունչ կենտանի եւ եղև մարդն հոգի կենտանի։ Աստված ինք իրեն հավերժացրեց մարդու գոյությամբ, ինք իրեն բաժանեց, ինչպես լույսը կդարածվի աշխարհում։ Եվ այդ Աստվածը անձնավոր Աստված է եւ ոչ թե մի մտածողական կատեգորիա, ոչ թե մի օրինաչափություն մտքի, առանց որին մենք դիեզերքը չենք կարողանում բացատրել, ոչ, նա մարդու կյանքին հետ կապված Աստված է եւ ոչ թե միայն սոսկ դրամապանության եւ բանականության անհրաժեշտ մի գաղափար։ Այս է այն Աստվածը, որ ինք իրեն հայտնեց մարդ էակին միջոցով եւ այդ հայտնությունն է, որ մենք գտնում ենք Աստվածաշունչ Մատթեանի մեջ։ Ահա թե ինչպես մենք նրան ճանաչում ենք այնչափ եւ այն ձևով, ինչչափ եւ ինչ ձևով նա ինքը ինք իրեն հայտնել է մեզի։ Ուրիշ խոսքով մենք իրեն մոտենում ենք իրեն մեզի դված կարողությանը համաձայն եւ սակայն պիտի գիտնանք անհրաժեշտորեն, որ մենք սահմանավոր էակներ ենք, մենք չունենք ամենակարողությունը եւ այդ իմաստով ու այդ տարողությամբ մենք պիտի նրա նշաններից նրան հասկանանք, նրա գամքը, նրա ինքնարդահայտության միջից մենք սովորում ենք։ Ինչ է ուզում Աստված մեզ համար։ Ուզում եք իմանալ, բացեք Աստվածաշունչ։ Այնտեղ Աստված ինք իրեն հայտնել է։ Հայտնել է Եբրայեցի ժողովրդի պատմական տրվակների միջից, հայտնել է մարգարեների միջից եւ կերակույն, բարձրակույն, կատարելակույն աստիճանը եւ եղանակը իր հայտնության եղել է Հիսուս Քրիստոս, որ ամբողջական Աստծու մարմնացումը լինելով Աստված մեզ հայտնել է իր մարդեղությամբ, մեզ հետ, մեզ պես, մեր նմանը լինելով, մեր բնությունը մարդկային առնելով եւ աստվածային բնությունը այդ մարդկային մեր գոյությանը հետ խառնելով ապրել է դիբարային գադարելությամբ կյանքը եւ մեզ ցույց տվել է թե ինչպես պիտի ապրենք մենք։ Դրա համար մենք կարդում ենք Ավետարանում Հիսուսի խոսքը, որ ասում է եղեցիք գադարյալ, որպես եւ հայրն ծեր գադարյալ է։ Մենք ցկտելու ենք գադարելության, բայց գիտենք, որ մեր մարդկային կարողությունները չեն այնպես ուժեղ եւ այնպես ամբողջական, որ մենք գադարյալ դառնանք այդ բարին աստվածային իմաստով։ Այստեղ ես ուզում եմ հայտնել այն գաղափարը, որ եթե մենք ուզում ենք մեր կյանքը ապրել այնպիսի նպատակի համար, որի միջից մենք եւ մեր շրջապատի մեջ եղող անձերը երջանկության գաղափարը իրենց կյանքի մեջ ապրումի վերածեն, ոչ թե երազեն երջանկության մասին, այլ երջանկությունը վերածեն սեփական ապրումի, կյանքի, գործի, այնադեն պետք ունենք մենք Աստծու կամքը գարտալու Քրիստոսի հայտնած բոլոր այն ճշմարտությունների, փառոյական սկզբունքների, հոգևոր արժեքների միջից, որոնք գտնվում են Ավետարանի մեջ։ Հիսուս ասեց, որ եդես զիս, եդես ըս հայրն իմ։ Նա որ ինձ տեսավ,
ինձ ճանաչեց, իմ ասածները առավ եւ գործադրեց, նա Աստծու հետ հաղորդագից դարձավ, Աստված տեսավ։ Եվ այդ իմաստով մենք քրիստոնյա բոլոր ազգերը ժառանգել են Քրիստոսի ավետարանը որպես կերակույն էյագին, կերակույն բարվույն, սկսնական պատճառին, ամենագարող ուժին, արտգամքի արտահայտությունը։ Հետևաբար քրիստոնեական հասկացողությամբ Աստվածը անձնավոր ուժ մնե, փարոյական ուժ մնե, իմացական ուժ մնե եւ ոչ թե միայն մեր մտքի այն ենթադրությունը առանց որին մենք չենք կարող ուրիշ երևույթները բացատրել դիեզերքի, ինչպես քիչ առաջ ասում էի։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեր ժամակրքում, երբ մենք ամեն առավոտ աղոթք ենք անում այստեղ մայր աթոռում կամ ուրիշ եկեղեցիների մեջ, մի սքանչելի աղոթք ունենք այնտեղ եւ ասում ենք. Եվ առաջնորդյաց մեզ ի խավարե ի լույս, ի մահվանե ի գյանս, հապագանութենե հանաբագանություն եւ հանգիդութենե ի գիտություն ճշմարտության յուրով։ Քրիստոս մեզ առաջնորդեց խավարեն դեպի լույս, ապագանութենեն դեպի անապագանություն, մահվանեն դեպի կյանք եւ անգիտութենեն դեպի գիտություն ճշմարտության յուրով, իր ճշմարտության գիտությունը։ Այս բառը ինձ հիշեցնում է, որ ես պարտավոր եմ ձեզ իմ մտածումները հայտնել գիտության եւ գրոնքի փոխհարաբերության մասին։ Որտեղ կա այն սխալ մտածումը, մագերեսային ըմբռնողությունը, որ նա որ գիտության բարձր ոլորտներում գճախրե, նա չի կարող Աստծուն հավատալ։ Թե Աստծուն հավատալը դկետների, անուսների գործ է։ Գիտությունը մարդկային մեր փորձարկական գիտությունը մանավանդ առարգաների քննությունն է կատարում, նրանց կոյացության, աղգացության տարրերն է վերլուծում եւ մեզ ծանոթություն է տալիս այս աշխարհի մարդկային կյանքի պայմաններով սահմանավորված գոյության մասին։ Գիտությունը կարող է ասել, թե այս գիրքը ինչ բանից է կազմվել, բայց գիտությունը չի կարող ասել, թե այս գիրքը ինչու համար է ստեղծվել։ Հեղինակը դա ստեղծել է այնպիսի մտքով, որ փիլիսոփայական միտք է, կրոնական միտք է, մարդկային կյանքի երջանկության նպաստող միտք է։ Գիտնականը նա է, որ գիտական չոր ու ցամաք ծանոթությունը կհայտնաբերի, իրականությունը կբարձրապանի, բայց թե այդ իրականությունը ինչու համար ստեղծվել է, ինչ իմաստ ունի, գիտության գործը չի դա։ Դա փիլիսոփայության եւ նաեւ ու մանավանդ աստվածաբանության գործն է, թե Աստված ինչու ստեղծել է սա։ Դա գիտնականին բարտավորությունը չէ գիտնա։ Գիտնականը թե ինչ է սա, դա կուսումնասիրի։ Եվ գիտություն ճշմարտության յուրոպարը, որ քիչ առաջ կարդացինք, այդ բառը մեծ նշանակություն ունի։ Ինչ է ճշմարտությունը։ Կյանքի հետ կապված է ճշմարտությունը։ Հիսուս, որ ճշմարտությունը քարոզեց, հունական փիլիսոփաների նման չքարոզեց։ Նա ասեց, ես եմ ճշմարտություն։ Ճշմարտությունը ապրվելիք իրականություն է։ Ճշմարտություն տեսական հարց չի, գիտական ծանոթության մեջ այո, բայց կյանքի մեջ, մարդի համար ճշմարտությունը այն է, որ իր կյանքի մեջ, իր կյանքի ապրումներին իմաստ կտա, մարդս կլիանա, մարդս իր գոյությանը գանդադառնա, եւ դրա համար իմ տեսակետով ասվել է ծանիր սկես։ Ծանիր սկես ինչ կնշանակի։ Միս ու ոսկորը մարմինը պիտի ճանաչեմ։ Ինձ իբրև ապրող էակ, մտածող, սկացող, ցկտող, փափակ ունեցող,
երբեմն վերթևող, երբեմն գետնակաշ ինգող, մեր Սուրբ Գրիգոր Նարեկացին մարդկային այս դրամն է տվել մեզի, նա ուզում է սրբանալ, բարձրանալ դեպի Աստված և հետո ընկնում է ցած մեղքի մեջ, այս գիտությունը կրոնական, փիլիսոփայական ըմբռնողության հետ կապված է և ոչ թե փորձարկական գիտությանց հետ։ Ահա բասիկ ես իմ խոսքը այսօրվան բիդի ուզեմ փակել ցեզի համար մեջ բերելով այն խոսքը, որ իմ կյանքի վրա շատ մեծ ազդեցություն է գործել, ցեզ բոլորիդ համար այնքան սիրելի և ամբողջ մեր հայագիտության համար այնքան հարգված դեմքից Կարիքին առաջին Կաթողիկոս Հովսեփյանից։ Նա մի գրություն ունի իր մեկ գրքի մեջ, որ վերադպեցինք թե արտասահմանում և թե այստեղ Հայաստանում։ Դեպի լույս և կյանք, մի հադոր, որի մեջ խմբվել են, համատեղվել են նրա քարոզները հոգևոր խոսքերը, և նրանց մեջ մի գրություն կա, մի գլուխ գործոց, դա գրվել է շատ կանուխ ժամանակներին, սրանից մի 50 տարի առաջ, բայց տարիները նրան համար ոչ մի ստվեր չեն բերել։ Գեղեցկից գեղեցկագույնը։ Գեղեցիկը կսիրենք մենք և կխոսենք նորա մասին, բայց ինչ է գեղեցիկը։ Աղբյուրի նման վջիդ, ձովի նման խոր աչքերը, արեքագի նման բոցավառ փայլը նրանց հայացքը նվաճող, անձնվեր, սիրազեղ, ինքնամփոփ արտասվալից, շրթունքներին ծաղկած ժպիտը, որ երբեմն ամբողջ հոգու արտահայտությունն է, ավելի բովանդակալից, քան մի գիրք ամբողջ, աչքն ձովի ձով, ծիծաղախիտ, ծավալանայր, հառավոտուն, երկու փայլակնացև արեկական նման, ինչպես երգել է մեր Նարեկացին։ Ինչպես գեղեցիկ է վարդի թերթին իջած անապական ցողի գաթիլը, բայց պակաս գեղեցիկ են անմեղ մանգան աչքերից թափած արտասոքի գաթիլները մարգարտանման, մոր հրջվալից աչքերով դիտված։ Գեղեցիկ չէ երկնքի հոգիտ շոյող գաբուդագությունը, արևի մեղմիկ լուսավորությամբ։ Գեղեցիկ չէ աշնան գիշերն աստղալից, խորհրդավոր անհունության սահմաններից եկած ճառագայթներով, ուղղված սրտիդ խորքը։ Գեղեցիկ չէ առավոտյան արշալույսը, արեքագի ծագումը մթության և խավարի ծոցից, գիշերային գերեզմանից։ Պակաս գեղեցիկ է արևի մուտքը, և սակայն այդ բոլոր գեղեցիկ երևույթների միջից բնության այդ Աստծու թարգմանը եղող երևույթների միջից, բայց գեղեցկից գեղեցկագույնը, բարձրագույն գեղեցկությունը մարդն է, հոգին։ Գեղեցիկ է արվեստի ստեղծագործությունը, բայց գեղեցկագույն է կենդանի մարդը, նորա հոգին, նորա անձը, մարդը ուղղամիտ և անհողտողտ, մարդը ցուլված բրոնզե արձանի նման, հստակ և մաքուր բյուրեղի նման, հաստատ և երկնասլաց գոթողի նման, յուր բարդքի գիտակցության և գդարման մեջ, աչքերը միշտ դեպի հեռուն, փարոյական գադարելության փարոսը և գեղեցկության նավահանգիստը, մակլցել սիրո, զոհողության, եղբայրության բարձունքները, բարձրագույն գեղեցկության ասպարեզն է և ուղին մարդկության համար։ Այնպես ընթացարուկ զի հասարից եք։ Տիեզերքը
մի դպրոց է, որի միջից մարդը ինք իրեն է ճանաչում եւ ինք իր միջից Աստծուն է ճանաչում եւ Աստված ու մարդ այսպես իրար մով հանգուցվեն, այդ հանգույցից, այդ սուրբ համբույրից երջանկություն գծորի մեր բոլորի կյանքի մեջ։ Թող Աստծո գաղափարը, Աստծո ներկայությունը, Աստծո ապրումը ձեր մեջ այդ երջանկության ճառագայթումին աղբյուրը դառնա ձեր բոլորի կյանքերի մեջ։ Աստված օրհնի ձեզ։